Պատկերացեք մի աշխարհ, որտեղ հանկարծակի անհետանում են բոլոր գործիքները, բոլոր շենքերը, մեքենաները, սարքավորումները, նույնիսկ ամենապարզունապ գործիքները, ինչպիսիք են դանակները, մուրճերն ու բահերը։ Ինչպիսի տեսք կունենար տնտեսությունը, եթե մենք ստիպված լինեինք ողջ աշխատանքը կատարել մեր մերկ ձեռքերով։ Սա հենց այն իրավիճակն է, որտեղ ապրում էր մեր պատմության հերոսը։ Ինչպես է ստեղծվում հարստությունը։ Մի հեռավոր կղզում ապրում էր մի ձկնորս։ Թերևս ձկնորս բառը չափազանցություն է, որովհետև մի աշխարհում, որտեղ չկան գործիքներ, նրա գոյատևման միակ միջոցը ծովը նետվելն ու սեփական ձեռքերով ձուկ բռնելու հուսահատ փորձեր անելն էր։ Դա հեշտ կյանք չէր։ Այդ ողջ չարչարանքի արդյունքում նա օրական բռնում էր ընդամենը 1 ձուկ, ինչը ճիշտ այնքան էր, որքան անհրաժեշտ էր պարզապես չմեռնելու համար։ Մի գիշեր, ամբողջովին թրջված, աղի ջրից մորմոքացող աչքերով, նա պառկած էր ափին, նայելով աստղերին եւ մտորելով, թե ինչպես կարող է բարելավել իր կյանքը։ Եվ հանկարծ նրա մտքին մի փայլուն գաղափար եկավ։ Եթե ես կարողանամ ինչ-որ կերպ երկարացնել ձեռքիս հասանելիությունը, հնարավոր է կարողանամ ձկներին դիտել ջրի մակերևույթից եւ ավելի շատ որս անել։ Նա որոշեց, որ հաջորդ առավոտ ձուկ չի բռնելու։ Փոխարենը նա ողջ օրը կնվիրի իր ծրագրի իրագործմանը։ Նա անտառում փնտրեց ու մեծ դժվարությամբ կոտրեց մի ամուր ու ուղիղ ճյուղ։ Հետո ափին գտած մի սուր խեցիով սկսեց սրել փայտի ծայրը, ինչը նրանից ժամեր խլեց։ Վերջապես երեկոյան նա ուժասպառ ընկավ ավազի վրա, քաղցից թուլացած։ Այդ օրը նա ոչինչ չէր կերել, որպեսզի կարողանա ստեղծել իր գյուտը, բայց նա երջանիկ էր, որովհետև իր երևակայության մեջ արդեն տեսնում էր իրեն ձկների մի մեծ կույտի վրա նստած։ Քնելուց առաջ նա որոշեց իր գյուտն անվանել նիզակ։ Առավոտյան, լի մոտիվացիայով, նա վերցրեց նիզակն ու անցավ գործի։ Քանի որ աղի ջուրն այլևս չէր լցվում նրա աչքերը, իսկ նիզակի սուր ծայրն ավելի արդյունավետ էր, քան ձեռքերը, նա այդ օրը կարողացավ բռնել 2 ձուկ։ Դա դեռ ձկների մեծ կույտ չէր, բայց կղզու տնտեսությունն արդեն աճել էր 100%-ով։ Իսկ ավելի կարևոր է այն, որ դա նրա առաջ նոր հնարավորություններ բացեց։ Նա այժմ կարող էր ձկնորսության գնալ 2 օրը մեկ, սնվելով նախորդ օրվա որսով։ Նա կարող էր նաև ձկնորսության գնալ ամեն օր ինչպես առաջ, բայց չորացնել ավելցուկային ձուկը եւ պահել այն վատ օրերի համար։ Մեկ այլ տարբերակ էր ազատ ժամանակն օգտագործել նոր գաղափարներ կյանքի կոչելու համար, որոնք կմեծացնեն իր արտադրողականությունը։ Դա կբերեր հարստության ավելացմանը եւ կղզու տնտեսության ընդլայնմանը։ Այս պատմության մեջ մենք հանդիպում ենք մի պարզ տնտեսագիտական սկզբունքի։ Հարստությունը ստեղծվում է ինքնազոհողության եւ ռիսկի դիմելու միջոցով։ Ձկնորսի քաղցած մնալը կարելի է պարզապես անվանել խնայողություն։ Այս դեպքում խնայողությունը հենց այն ձուկն էր, որը նա հաստատ կբռներ, եթե գնար ձկնորսության։ Նա օգտագործեց իր խնայողությունը նիզակ պատրաստելու համար։ Նիզակը կապիտալ ապրանք է, քանի որ այն խնայողության մի մասն է, որն ինքնին ձկնորսի համար արժեք չունի, բայց ծառայում է նրան ստանալու այն, ինչ նա իրականում ուզում է։ Կապիտալը խնայողության այն մասն է, որը նա ծախսեց սեփական արտադրողականությունը բարձրացնելու վրա։ Արագ տեղափոխվենք մեր աշխարհ, այս օրինակը իրական կյանքում տեսնելու համար։ Երկու ընկերներ շատ լավ վարձատրվող աշխատանք գտան Corporation կոչվող ընկերությունում։ Գործատուն նրանցից յուրաքանչյուրին առաջարկեց ամսական $10,000 աշխատավարձ։ Փիթը անմիջապես վարկով մի մեծ տուն գնեց այգով։ Ամսական վճարը կազմում էր $3,000։ Նա նաև վարկով շքեղ մեքենա գնեց, որի համար վճարում էր ամսական $2,000։ Տան կոմունալները, մեքենայի ծախսերը, այգեպանի ու տնտեսուհում աշխատավարձերը կազմեցին ևս $2,000։ Մնացած գումարը Փիթը ծախսում էր թանկարժեք ռեստորանների եւ ընկերների հետ ժամանակ անցկացնելու վրա, որոնք ի դեպ շատացել էին նրա բարձր աշխատավարձի հետ մեկտեղ։ Ամսվա վերջում նրա հաշվին ոչ մի սենտ չէր մնում։ Մինչդեռ նրա գործընկերը Թոմը գիտեր ձկնորսի պատմությունը, որը սերնդեսերունդ պատմվում էր իրենց ընտանիքում։ Աշխատանքի անցնելուց հետո նա վարձեց միջին չափի բնակարան, որի համար վճարում էր $1,500։ Նա կարծում էր, որ տների գները հիմա շատ բարձր են եւ որոշեց սպասել ավելի լավ հնարավորության։ Մետրոյի տոմսի համար նա ծախսում էր $100, բնակարանի ծախսերը $400։ Թոմը նույնպես սիրում էր ռեստորաններ գնալ, բայց որոշեց ժամանցի վրա ծախսել ամսական $500-ից ոչ ավել։ Օրերի մեծ մասը նա սնվում էր տանը, փորձելով սնունդը զուր չվատնել, ինչը նրա վրա նստում էր ևս $500։ Այսպիսով Թոմը կարողանում էր ամսական խնայել $7,000։ Տարիներ անցան, Փիթը ծաղրում էր Թոմին ասելով. «Մի քիչ ապրիր, մարդ եղիր, մի եղիր այդպիսին», կամ «Ինչ մեքենա ես, վայ կներես, մոռացել էի, որ դու դեռ մետրոյով ես երթևեկում»։
Թոմը վիրավորվում էր, բայց սառը դատողությունը նրա համար ավելի կարևոր էր, քան պահի ցանկությունները։ Նա իր խնայողությունները ներդնում էր տարբեր նախագծերում։ Նա մի փոքր խանութ բացեց, որտեղ մեկ աշխատող վերցրեց, եւ բոլոր ծախսերից հետո նրա շահույթը կազմում էր $1000։ Բայց նա չավելացրեց իր սեփական ծախսերը։ Որոշ ժամանակ անց նա ռեստորան բացեց, որից ստանում էր $2000 շահույթ։ Հետո նա մասամբ վարկով անշարժ գույք գնեց եւ վարձով տվեց տարբեր ընկերությունների որպես գրասենյակային տարածք։ Վարկի մարումից հետո նրա մաքուր եկամուտը կազմում էր $4000։ Ժամանակի ընթացքում նրա բոլոր նախագծերից ստացվող ընդհանուր եկամուտը արդեն կազմում էր ամսական $15000։ Հանկարծ corporation-ի համար վատ ժամանակներ սկսվեցին։ Սխալ որոշումների եւ համաշխարհային տնտեսական անկման պատճառով ընկերությունը ստիպված էր ազատել 2000 աշխատողի, որոնց թվում էին Փիթն ու Թոմը։ Թոմի ինքնասիրությունը մի փոքր վիրավորվեց, բայց նա առանձնապես չանհանգստացավ։ Նա ուներ ամսական $15000 եկամուտ իր ներդրումներից եւ մեծ քանակությամբ խնայողություններ։ Փիթը ընդհակառակը խուճապի մեջ էր։ Բանկը պահանջում էր վարկերի վճարումները, որոնց միայն կեսը նա կարողացավ փակել։ Ընկերները նրան հրավիրում էին ժամանցի միայն առաջին շաբաթվա ընթացքում, բայց տեսնելով նրա ֆինանսական խնդիրները, արագ անհետացան։ Տնտեսական ճգնաժամի ժամանակ ոչ ոք չէր ուզում նրան աշխատանքի վերցնել, առավել եւս այն բարձր աշխատավարձով, որ նա ստանում էր առաջ։ Վերջապես Փիթը որոշեց վաճառել տունն ու մեքենան։ Չնայած մեքենան իդեալական վիճակում էր, դրա գինը կտրուկ ընկել էր, քանի որ մարդիկ անորոշության մեջ էին եւ խնայում էին իրենց փողերը։ Տունը նույնպես կորցրել էր իր արժեքը, քանի որ Փիթն այն գնել էր տնտեսական բումի եւ էժան վարկերի ժամանակ, ինչն արհեստականորեն բարձրացրել էր գները։ Արդյունքում պարզվեց, որ տան եւ մեքենայի շուկայական գինը հազիվ էր ծածկում բանկի վարկերը։ Փիթը կոտրված էր։ Նա տարիներ շարունակ վճարել էր վարկերն ու վերջում մնացել ձեռնունայն։ Մի քանի օր անց Թոմը զանգահարեց նրան եւ ասաց, որ պատրաստ է գնել եւ տունը եւ մեքենան։ Գործարքի ժամանակ նրանք երկար զրուցեցին որպես հին ընկերներ։ Թոմը լինելով կարեկից մարդ ասաց. «Լսիր ընկերս, ես պատրաստվում էի վաղաժամ թոշակի անցնել։ Ինձ պետք է մեկը, ով ընդունակ է հոգ տանել իմ բիզնեսի մասին։ Ես գիտեմ, որ դու լավ մասնագետ ես։ Ինչ կասես, եթե քեզ աշխատանքի վերցնեմ ամսական $3000-ով»։ Փիթը թեթևացած շունչ քաշեց։ Նա այլևս չուներ վարկերի բեռը։ Նա ընդունեց Թոմի առաջարկը, վարձեց մի փոքր բնակարան եւ վերջապես սկսեց խնայել։ Ձկնորսի պատմությունը հիմնված է Փիթեր եւ Էնդրու Շիֆերի «Ինչպես է տնտեսությունը աճում եւ ինչու է այն փլուզվում» գրքի վրա։ Մենք խորհուրդ ենք տալիս ընթերցել այն եւ կիսվել մեկնաբանություններում։